Բարելո ժողովրդյան, հերթական վիժվածքին տեսա ինտերնետում։ Это обращение к спецслужбам Российской Федерации. Посмотрите на это лицо. Я поставлю здесь и комментарий. Если у вас есть человек, который понимает по-армянски, скажите, пусть сделают транслейт для вас, и вы узнаете, этот человек считает Россию врагом, но живет в Санкт-Петербурге. Будьте осторожны. Может, вы депортируете этого человека в Армению, он хочет помогать Пашиняну вставать на нашей земле. Այս լուրջ ես ասում այդ գավնավոզ։ Այսինքն դու գնացել ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ համագործակցում է։ Թրամփը ներդրումներ անում մեր պետության մեջ, իսկ դու նստած Ամերիկայում Թրամփի քաքը ուտելով Ռուսաստանի մեր հայերին փուրն ես տալիս։ Լուրջ ես ասում։ Ես սկզբից չեմ հավատացել, թե ինչ եմ տեսնում։ Ես մի հատ շոկ եմ ապրել։ Էսի լսելուց։ Ընդ որում քո նյութի մեջ սկրինշոթը դրած, այդ մարդը չի ասել, որ Ռուսաստանը թշնամի է։ Ասել է ծոծորակներդ կտեսնեք, բայց չեք տեսնի այլևս այն պահը, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարձակվի, իսկ Ռուսաստանը կգա խաղեր կտա, ձև կթափի, թե փրկում է։ Ինչն է սխալ ասել։ Այ մանդավոշկա, հա՞։ Ինչն է սխալ ասել։ Կամ ինչ ասե, ինչ չի ասե այդ մարդը, դա իրական չի։ Ստեղ հարցը նա է, որ դու այդ չատլախ նստել ես Ամերիկայում ու Ռուսաստանի հայերին փուրն ես տալիս։ Ռուսաստանը Ամերիկա չի, որ վերցնի sense վզիցդ, այդ գավնյուշկա։ Դենի սամալոտը ասի սիկտիր եղի։ Ռուսաստանը մինչև արունը չխմի, մինչև քոքը չմաշեցնի, մինչև չդարձնի ինվալիդ, ոչ մեկին բաց չի թողի։ Այդ տականք վիժվածք։ Այդ դու նստել ես Ամերիկայում Ռուսաստանի հայերին ուզում ես փուրը տաս։ Ու էդի հերիք չի, ըլը մի բան էլ հպարտ ես դու քո արածով, այ վիժվածք։ Այ պուտանկա։ Ռուսաստանի հայեր 100,000 անգամ ասել եմ, զգուշ եղեք, քանի մեր ազգի մեջ կա սրա նման չատլախները, դուք պետք է զգուշ ելնեք Ռուսաստանում։ Մի գրեք կոմենտներ, աղբորպես մի գրեք։ Խնայեք ձեր կյանքը, ձեր երեխեքի կյանքը։ Որովհետև ես 28 տարի ապրել եմ այդ երկրում, ես գիտեմ այդ երկիրը Իրանից ինչ է ներկայացնում, ինչ մեթոդներով է շարժվում։ Այս չատլաշկեն նստել է Ամերիկայում Facebook-ին ա դիմում։ Որս արև, ես շոկի մեջ եմ պրոստը։ Նույն է քոչարյանականներին շատ լավ ես գիտեմ իրանք իրանցից ինչ են ներկայացնում, բայց այսքան ժամանակ մտքովս չի անցել։ Դիմեմ Facebook-ին, տեղեկատվություն հայտնեմ ու դրանց սաղին սաղ ու սատկած այնտեղ ես իմ ինչ արվի։ Շինվի։ Բայց մտքովս չի անցել, որովհետև ես միշտ մտածել եմ իմ հայերն են։ Միշտ մտածել եմ կարող ինչ-որ մի բան ստիպված են անում։ Միշտ մտածել եմ, որ կգա ժամանակը կհասկանամ, ոչինչ, իմ հայերն են։ Արա այս չատլախներին ով է բերում այս աշխարհ։ Լսի այլ լրփի վաստակ։ Ես ուզում եմ հասկանամ, էլի 15 թվերին, բան այդ բոլշևիկների ժամանակ, քանի հատ չլեն պարտիա կսե տատուտ ոռին, որ քո նման լրփի վաստակը լույս աշխարհ գա։ Ռուսաստանի, ռուսի հետ ապրած կյանքում հայությունը կորցրել է իր էլիտային, հայությունը կորցրել է իր հերոսներին։ Այս սրա նման լրփի ծնունդների պատճառով։ Միշտ է դա եղել։ Միշտ։ Ուստի Ռուսաստանի հայեր նորից եմ կրկնում։ Զգուշ եղեք։ Այս պուտոները ոչ մի բանի առաջ չեն կանգնի։ Ուղղակի քաղաքական հայացք ունեք, իրանց չի հուզում։ Այս պուտանկեքը պատրաստ են ձեր երեխեքով ամեն ինչով փուրը տան ձեզ։ Բայց սրա էջը հետազոտելուց հետո ինչ եմ ես տեսնում։ Էսի вообще ինձ շոկի ենթարկեց էլի, որ այս պուտանկի է նաև այնքան տուպոյա։ Ասենք մարդը մտել է իրան նկատողություն անում, ասում է խես հայերին փուրը տալիս, ու ասում է բումերանգը քո վրա է աշխատելու։ Էսի հելելա, հիմա էլ այդ կնոջն է վիրավորում։ Կարմեն Բաբայանի նկարներն ա դրե։ Ինչ ասում։ Կարմեն Բաբայան, լսի, հայ Նիկոլի Ստրուկ, զոմբի, թրքահպատակ։ Այս իմ տեղը գիտի։ Ազիզ, ես փախած փրկված չեմ, պահկված չեմ։ Թաքսերս մուծում եմ, emigration-ը հասցեներս գիտի, ամեն հասցես փոխելուց emigration տալիս եմ։ Ստեղի ամենահայտնի իրավաբանին եմ վիդեոներով բաներ ասում։ Ոնց որ եթե ինքը այսին ցուցակը չի տվել, հասցես, ուրեմն ես արխային եմ։ Այ դու քո բարերի համար պատասխան ես տալու։ Եթե այսի ցուցակներում չհայտնվեցի, քնձխ ոչլոտ բոմժ։ Այդ ժամանակ ես կգամ Հայաստան, հետույքդ եւ բերանդ մեկ կանեմ։ Հասկացանք իրար, այ քրչոտ, ես օրինական կամեկ վիզայով եմ ստմտել, եթե էդի ուղեղիդ հասու է, ասեմ կամեկ վիզայով եմ մտել, ու պարոն Թրամփն է այդ վիզան ինձ տվել, okay, так что ուղեղիդ դուր դիր, կամ դարպասներ, okay, հոգնած հորդ, Նախ առաջին ասեմ, որ դու
Թքեցիր փայտիկին Ազիզյան, որտեվ հաստ Գերանի ռաստե կար։ Ոստեղ քեֆս բերումա։ Այդ դու որ ասում ես ոչլոտ բոմժ, դուրդիր եւ այլն։ Դու լենքան պետք է հաց ու պանիր ուտես, որ Կարմեն Բաբայանի ուսումը ուղեղը ունենաս։ Իրա դրան կովրիկը քեզնից խելացի է։ Էդի ես քեզ ասեմ։ Տեղեկացնեմ էլի, թե դու ինչ հաստ Գերանի ես ռաստեկել։ Հետի մեկ։ Երկրորդը, այդ որ ասում ես բոմժ, դու տեղյակ ես, որ ընդհանրապես քո քաշով, քո շորերով, չգիտեմ այնտեղ, կոսմետիկայով, այդ յուղոտ կոսմետիկայով այդ չարժեք իր զուգարանի թղթին։ Իր թուղթը զուգարանի ավելի թանկ է։ Դու տեղյակ ես կապշի։ Ու որ դու իրան ասում ես բոմժ, 40 քանի տարվա Ամերիկայի քաղաքացուն դու ասում ես բոմժ, այ Յորշիկ զուգարանի։ Դու աշի գիտես ում հետ ես առնչվել։ Ես ինչքան ատամ ունեմ, սրելու եմ քո վրա։ Ինչքան հնարավորություն ունեմ, ուղղելու եմ քո նկատմամբ։ Օրենքով։ Ես դիմելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատկան մարմիններին, որ մի հատ լավ զբաղվեն քեզնով։ Ու այդ կատարը մի հատ տատու անեն, ճակատի դու սիկ դիրանեն։ Ես քեզ տեղ սպասում եմ։ Ինչպես դու ասեցիր։ Ես ինքս եմ դիմելու ոստիկանություն, մեղադրելու եմ Կարմենին, անհիմն ինձ մեղադրանքներ հասցնելու։ Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չզբաղվեց Կարմեն Բաբայանի բերանով, ես կզբաղվեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությամբ։ Հասկացանք իրար։ Գնում եք, գտնում եք Կարմեն Բաբայանին։ Զբաղվելու ես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունով, ինչ ասում է, ես քեզ օգնելու եմ։ Ես քեզ օգնական։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դու հայտնվես Պուտինի սեղանի տակ։ Մի հատ լավ լիզես իր սապոկը։ Այդքան լավն է Պուտինը, այդքան լավն է Ռուսաստանը, ուրեմն դու կհայտնվես Ռուսաստանի Դաշնությունում։ Կգնաս այն քո սիրած Պուտինի կողքը կնստես, վեր կընկնես, բուտմատը կուտես, ինչ կանես, քո խնդիրն է։ Ու այն ժամանակ արդեն չես տանջվել եթերով։ Ուղիղ կդիմես Facebook-ին, թենդեի հայերի հետ ինչ անեն։ Ես քո սաղ ու սատ կացա, հա դե արու մի ասա։ Ես ուզում եմ հասկանամ, էլի այդ Ամերիկայում այդ ինչ եք ուտում, այդ ինչ եք ծխում, որ Ամերիկա եք ձգտել գնալ, ժողովրդավար դեմոկրատ պետություն եք ընտրել ձեր համար, ունդեղ փալասի կյանք եք վարում, չեմ անում ինչերով եք զբաղվում, լիժբ այդ պասպորտը ստանաք, բայց դրա հետ մեկտեղ Պուտինամեդ եք, ռուսամեդ եք, ռուսը ձեր բարեկամն է, արան սիկտիր չեք եղել Ռուսաստան։ Սպասի Ազիզ ջան, շուտով անենց վազելինով է քսվելու։ Մուզիկա ընտրի, քեզ մի հատ երկրի, որ դրա տակը տնքաս։ Այն չենջոտ ռոժին Ամերիկայից ես ոչ մի բան նրա դեմ չեմ արել, որովհետև նա իմ հային փուրը չի տվել։ Նա ընդամենը իր կարծիքն է հայտնել, բայց քեզ քո վրա կոնկրետ աշխատելու եմ։ Դիմելու եմ պատկան մարմիններին։ Իսկ ես քեզ տեղ կսպասեմ։ Արի մեզնով զբաղվի։ Արի։ Իսկ Կարմենին Հայաստանի Հանրապետությունում, այ Յորշիկ, մի փնտրի, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջքի տաշնչում։ Էս էլ սենց։